այս տարի 3 տարին է լրանում եռայի։ Ամեն ինչ սկսեց մի քիչ ավելի շուտ 21-ից, երբ որ մենք իմ ընկերների Արսենի եւ Կարլի եւ Վիգենի ողջույն հիմնադրեցինք առաջին այգին Վանանդ համայնքում եւ վարակված այս հիվանդությամբ, որ ինչ որ մի բան պետք է անենք, պատահական եկանք եւ հայտնվեցինք Դիտակետում, կարծում շատերը եղել եք Դիտակետում, եւ իրականում մտքումս մի բան պահեցի, որ պետք է ինչ որ մի բան անել այս հատվածի հետ կապված եւ պատահականությամբ ուղղակի հանգամանքների բերումով այնպես ստացվեց, որ ինձ առաջարկվեց այս գեղեցիկ հողակտորը որպես ներդրումային գույք եւ ամեն ինչ սկսվեց դրանից։ Այս պահին մենք կատարել ենք հետեւյալ աշխատանքները, կառուցել ենք ներհամայնքային ճանապարհներ, 100,000 խորանարդ մետր ջրամբար ենք մենք կառուցել, 300 հեկտար արդեն նշի այգի ենք տնկել եւ այսօր սիմվոլիկ 100,000-րդ նուշը մենք տնկեցինք այսօր։ Կառուցել ենք 6 ենթակայաններ, 4500 ծառերից բաղկացած կանաչ լաբիրինթ եւ մենք օգտվելով կառավարության կողմից հայտարարած ենթակառուցվածքներ ներդրման դիմաց ծրագրից իրականում կատարելով ներդրում կառուցել ենք Արաքսից ուղիղ մղվող 1 ջրատար, 4.2 կիլոմետր։ Այնտեղ, որտեղ դուք հիմա նստած եք, 3 տարի առաջ, երբ որ այս գաղափարը հիմնվում էր, կարող էինք տեսնել միայն անապատ, առանց որևէ ենթակառուցվածքի, առանց որևէ ջրի, էլեկտրականության եւ ամեն ինչի։ Իրականում ամայի տարածք էր։ Սա մեր հայրենիքի կտորն է, որի համար մենք պատասխանատու ենք։ Որտեւ իրականում կարելի է շատ խոսալ, շատ փնովել, դժգոհել, կարելի է շատ բաներ, իսկ կարելի է ուղղակի աշխատել։ Կոնցեպտը առաջի հերթին ձևավորել ավտոնոմ, ինքնաբավ, էներգետիկ տեսանկյունից համայնքի մոդել։ Մենք ուսումնասիրել ենք քաղաքաշինական ամենալավ օրինակները, դրա հիման վրա ձևավորվել է մեր ընդհանուր քաղաքաշինական նախագիծը, ժամանակակից մարդու պահանջները ամբողջությամբ բավարարող համայնքի մոդել ենք փորձում ձևավորենք։ Որպես կարևոր բաղադրիչ առաջի զարգացման մեր, ոնց ասած, փուլի համար մեր թմի կողմից, մեր ընկերության կողմից մշակվել է մի ծրագիր, որպես արտաճանապարհային սպորտի եւ արկածային սպորտի, ավտոմոտոսպորտի զարգացման մի կենտրոն։ Պլանավորում է կառուցել եզակի համալիր, նախատեսված օֆրոդ մրցարշավերի, արկածային ուղղությունների, ինչպես նաեւ ավտո եւ մոտոսպորտի ոլորտների զարգացման համար։ Մենք նախատեսում ենք ունենալ 2 մրցուղի։ Մի մրցուղի նախատեսված կլինի մոտոցիկլետների եւ թեթև արտաճանապարհային տեխնիկայի համար, մյուսը ավելի բարդ տեխնիկայի, ավելի ծանր տեխնիկայի բեռնատարների համար։ Եվ կարևորագույն բաղկացիչներից մեկը ենթակառուցվածքային, քան որը որ մենք ենք դիտարկում, դա նա է, որ ստեղ լինելու է նախատեսված ունենալ վարձույթ, այսինքն այն մարդը, որը չունի այդ տեխնիկա, կարող է գա, նայել, ընտրել, անցնել վերապատրաստում, անցնել նախնական որոշակի ուսուցման կուրս եւ հետո ճանապարհորդել իրան նախապես բացատրված ուղիներով, որոնք որ վստահ են մաքսիմալ հաճույք կպատճառեն։ Եվ երկրորդ կարևորագույն կոմպոնենտը դա հյուրանոցն է լինելու, որը թույլ կտա մեզ ներգրավել խմբեր, ներգրավել ընտանիքներ կամ մարդկանց, ովքեր ուզում են ոչ թե մեկ օր գալ գնալ, այլ կուզենան գալ, քշել, որից հետո մնալ, հանգստանալ, ճաշել, հաջորդ օրը վայելել։ Սա տեսակներն են, տեխնիկայի, որոնք որ մենք ենթադրում ենք ունենանք։ Սա հեծանիվներն են, էլեկտրական հեծանիվներն են, էլեկտրական մոտոցիկլետներն են, իսկական, այսինքն ներքին արման շարժիչով մոտոցիկլետներն են, կվադրոցիկլներն են, արդեն ավելի լուրջ քարանիվներն են, 2 կամ 4 հոգու համար նախատեսված եւ արդեն ամենագնաց մեքենաները։ Ասեմ, որ ներդրումային մասը
նախագծի կազմում է $2.5 միլիոն, ներդրված գումարի հետ վերադարձը հաշվարկված մոտավորապես 5-ից 6 տարի է մեր կողմից գնահատվում։ Առաջի փուլը բոլոր դեպքերում ըստիս մենք կձեռնարկենք արդեն ամռանը, արտաճանապարհային մրցուղիները կսկսենք ձևավորել, կահավորել մաքսիմալ, որպեսզի իրանք համապատասխանեն ամենախիստ FIA-ի ստանդարտներին եւ անվտանգության բոլոր նորմերին։ Այս պահին ըստ երևույթի դիտարկվում է ամենահավանական տարբերակը, դա ներդրումային հիմնադրամի ստեղծման տրամաբանությամբ, որտեղ կլինեն տարբեր չափի, տարբեր ծավալի ներդրումային լոտեր եւ այն մարդիկ, որոնք կուզենան քիչ ավելի համեստ գումարով ներգրավեն պրոյեկտի մեջ, կհավատան եւ կուզենան իրենց մասնակցություն ունենան, իրան կարող են որոշակի փոքր լոտերի տեր դառնալ, որ կուզենա ավելի մեծ լոտեր, ստանամ ավելի մեծ լոտեր։ Ուրախ եմ այսօր ներկայացնել մի նորարարական գաղափար, որ իր մեջ համադրում է բնության հանդեպ սերը, շարժունությունը եւ ժամանակակից հարմարավետությունը։ Խոսքը Թրելեր պարկի գաղափարի մասին է։ Եռա Թրելեր պարկի առանձնահատկություններից է այն, որ այն հանդիսանում է Հայաստանում առաջին կազմակերպված Թրելեր պարկը, այն տեղակայված է Ալմավիտ մարզի Երվանդաշատ քաղաքում եւ վայր է, որը միաժամանակ տրամադրում է հանգիստ եւ հնարավորություն կապը պահպանելով բնության հետ։ Մեր թրելերները կահավորված են բոլոր հարմարություններով, նախատեսված են թե զույգերի, թե ընտանիքների եւ թե սոլո զբոսաշրջիկների համար։ Յուրաքանչյուր թրելեր հարմարեցված է տարվա բոլոր եղանակների համար։ Ապահովված է օդորակիչով, ջեռուցմամբ, որակյալ կահույքով, ներքին լոգարանով, խոհանոցային պարագաներով եւ իհարկե լիարժեք հանգստի համար նախատեսված անկողնով։ Ամրագրումները հնարավոր կլինի իրականացնել ինչպես մեր սոցիալական կայքերի միջոցով, այնպես էլ մեր վեբ կայքի միջոցով, իսկ շուտով նաև Airbnb եւ Booking հարթակներում։ Մենք 2 հեկտարի վրա ստեղծել ենք մի գեղեցիկ լաբիրինթ, որը որ լինելու է հենց արտահայտչական կամ հանգստի կամ այդ սոցիալական բնապահպանական մեր նախագծի առանցքը։ Լաբիրինթի կողքը մենք ունենալու ենք առանձին քարերի պուրակ եւ արտահայտչական կամ ինստալացիոն կամ արտ ինստալացիոն հատված։ Մյուս նախագիծը եւ համաշխարհային ներդրումային շուկայում եւ հայաստանյան ներդրումային շուկայում աննախադեպ է, որը որ հաջողությամբ զարգացնում է եւ գյուղատնտեսությունը եւ տարածաշրջանը, դա գնիր ծառ նախագիծն է։ Բոլորս գիտենք, որ ծառը դա անշարժ գույք է եւ այստեղ նստած յուրաքանչյուրը կարող է հունիսի 15-ից մեր առցանց հարթակում գնել իր ծառը, 1 ծառ, 10 ծառ, 20 ծառ, 50 ծառ, 100 ծառ, որոնք որ ֆիզիկապես գոյություն ունեն մեր այգիներում։ Յուրաքանչյուրը գնելով ծառ ունենալու է այդ ծառի կոորդինատները, աշխարհագրական դիրքը, ծառի կենսագրությունը, ծառի ապագա բերքատվության հետ կապած եկամտաբերությունը։ Շատ հակիրճ ասեմ, որ գնելով ծառ դուք հետագայում ունենալու եք կայուն եկամուտ, որը որ գերազանցելու է ցանկացած ներդրումային ծրագիր, որը որ գործում է Հայաստանի Հանրապետությունում։ Ես կուզենամ մի արտահայտության մասին խոսել, մեր սոցիալական ցանցերում հաճախ հանդիպում են արտահայտություններ, ներդրումներ կատարեք Դուբայում, ամբողջ սոցիալական ցանցը ողողված է ներդրումներ կատարեք Դուբայում, բայց այսօր ես հայտարարում եմ, որ ներդրումներ կատարեք Հայաստանում, ներդրումներ կատարեք Եռայում, որովհետև մենք ենք այստեղ ապրում եւ այդ ներդրումները պետք են մեր հետագա զարգացման համար։